Որովհետև մենք լավ կյանք չունենք Մարոկկոյում։ Նախ եւ առաջ ես ուզում եմ ինձ համար բացահայտել Եվրոպան։ Իսպանիայի բանակի հարյուրավոր զինծառայողներ շտաբ կարգով մեկնել են Սեուտա եւ միացել ազգային գվարդիային։ Սեուտան պատկանում է Իսպանիային, թեպետ աշխարհագրորեն գտնվում է Աֆրիկայի հյուսիսում Մարոկկոյի հարևանությամբ։ Տասնյակ հազարավոր փախստականներ տարբեր ճանապարհներով ներխուժում են Սեուտա, որի վարչակազմը Մադրիդին խնդրել է սատարել կարգ ու կանոնը վերականգնելու հարցում։ Խուճապը ու քաոսը սկսվել են այն բանից հետո, երբ Մարոկկոյում լուր է տարածվել, թե իսպանացիները իբր բացել են սահմանները եւ փախստականներին ներս են թողնում։ Վարչապետ Պեդրո Սանչեսը եւ ներքին գործերի նախարար Ֆերնանդո Գրանդե Մարլասկան այսօր մեկնում են Սեուտա, իրավիճակը տեղում վերլուծելու համար։ Փախստականները, հիմնականում մարոկացիներ, շարունակում են ժամանել։ Շատերը փոքրիկ ոչ հուսալի նավակներով են հասնում Սեուտայի ափ։ Սահմանը հատելիս զոհվել է առնվազն 41 մարդ, ենթադրվում է, որ դա վերջնական թիվը չէ։ Ինչն է մարդկանց դրդում այդ վտանգավոր ուղևորության։ 25-ամյա փախստական Սալադը Թետուանից է։ Because we don't have a good life in Morocco. Don't Որովհետև մենք լավ կյանք չունենք Մարոկկոյում, լավ բժշկություն չկա, չունենք լավ դասատուներ, կյանքը վատն է Մարոկկոյում, դրա համար էլ լողալով այստեղ ենք գալիս։ That's why we get swimming to here. Ապօրինի ներգաղթյալների մեծ մասը երիտասարդներ են, սակայն Սեուտա են հասնում նաև ընտանիքներ փոքրիկ երեխաներով։ Իսպանիայի քաղաքացիական գվարդիայի զինծառայողները օգնում են նրանց դուրս գալ ջրից եւ ուղղորդում դեպի վարչական շինություն, որտեղ գործում է ներգաղթյալներին ընդունող ժամանակավոր գրասենյակը։ Մարոկացի իրավապահները FNIDEC անվամբ ավանում, որը հենց Սեուտայի հարևանությամբ է, ջրցաններով հետ են մղել մարդկանց եւ փորձել են թույլ չտալ նրանց մոտենալ Սեուտայի հետ սահմանին, բայց մի քանի տասնյակ հազարավոր ամբոխը զսպելու ճիգերը ապարդյուն էին։ Բախումներ են եղել հյուսիսաֆրիկյան տարածքում գտնվող եւ Իսպանիային պատկանող մեկ ուրիշ ինքնավար ավանի Մելիլլայի մոտակայքում, որտեղ մարոկացիները փորձել են ուժով ճեղքել Բենի Անսար անցակետը։ Դա Մարոկկոյի եւ Իսպանիայի սահմանին միակ բաց անցակետն է։ Ջահելներից շատերը ոգևորված են, վանկարկում են Viva España, կեցցե Իսպանիան։ Գործազուրկ մարոկացի Ահմեդ Քարիմը խոսել է իր երազանքի մասին։ The first one that I want to discover Europe. That's the first thing. Նախ եւ առաջ ես ուզում եմ ինձ համար բացահայտել Եվրոպան։ Մարոկկոյում մենք չունենք երկրից դուրս մեկնելու հնարավորություն։ Դա երևի Մարոկկոյի առաջին խնդիրն է։ There is job, there is people who work, there is a lot of things. But that's not enough for all the people. Նրա փոխանցմամբ շատերն են ուզում մեկնել Եվրոպա, Ամերիկա, սակայն հնարավորություն չունեն։ Աշխատատեղերն էլ Մարոկկոյում քիչ են։ Մինչդեռ Մարոկկոյի իշխանությունները հրաժարվում են խոսել այս ճգնաժամային իրավիճակի մասին։ Իդեպ սա այլևս ոչ միայն Մարոկկոյի եւ Իսպանիայի խնդիրն է։ Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին սպառնացել է սառեցնել Շենգենի համաձայնությունը Իսպանիայի հետ, եթե այդ երկիրը չկարողանա կոշտ ու արդյունավետ միջոցներով կանխել ապօրինի ներգաղթյալների մուտքը Շենգենյան տարածք։